Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձով կուսումնասիրենք ինչպես կարելի է խառնուրդները տարբեր եղանակներով բաժանել բաղադրիչների։ Խառնուրդները սովորաբար կազմված են լինում երկու կամ ավելի բաղադրամասերից, որոնք կարող են լինել պինդ, հեղուկ կամ գազային վիճակներում։ Կախված բաղադրիչների բաշխվածությունից խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդներում բաղադրիչները միատարր են բաշխված։ Օրինակ, աղաջուրը, օդը համասեռ խառնուրդներ են։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելիորեն տարանջատված են։ Օրինակ, ավազի ու ջրի կամ յուղի ու ջրի խառնուրդները անհամասեռ խառնուրդներ են։ Այսօր մենք խառնուրդները կբաժանենք բաղադրիչների, կիրառելով խառնուրդների բաժանման հետևյալ մեթոդները՝ մագնիսական տարանջատում, նստվածքացում, ֆիլտրում, բաժանիչ ձագարով տարանջատում, շոգեացում։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են քիմիական կամ լաբորատոր բաժակ 5 հատ, սանդղակավոր չափաբաժակ է, որով որոշվում է նյութի ծավալը և օգտագործվում է հեղուկների կամ լուծույթների ժամանակավոր պահպանման, խառնման և տեղափոխման, ինչպես նաև զտման համար։ Հարմար է պինդ նյութերը հեղուկներում լուծելու կամ հեղուկներն իրար խառնելու, ինչպես նաև ռեակցիաներ իրականացնելու համար, հատկապես եթե անհրաժեշտ է մեծ ծավալի կամ առավել անվտանգ տարածք։ Ապակյա ձող։ Սա քիմիապես կայուն և ամուր ապակուց պատրաստված ձող է, նախատեսված է լուծույթները կամ նյութերը խառնելու համար։ Ձագար։ Պլաստիկ կամ ապակյա ձագար, նախատեսված է հեղուկը կամ փոշին փորձանոթի մեջ լցնելու կամ զտելու համար։ Զտիչ թուղթ կամ ֆիլտրի թուղթ, մանր անցքերով հատուկ թուղթ, նախատեսված է որպես քրոմատոգրաֆիկ թուղթ, որն օգտագործվում է խառնուրդների տարանջատման համար։ Բաժանիչ ձագար։ Այս 250 մլ տարողությամբ բաժանարար ձագարը սովորաբար օգտագործվում է տարբեր խտության երկու չխառնվող հեղուկներ առանձնացնելու համար։ Այս կոնաձև ձագարը պատրաստված է բարձրորակ բորոսիլիկատային ապակուց։ Մագնիս, մետաղյա կալան և ամրակներ, պատրաստված է երկաթից, կազմված է հիմքից, ձողից, եռանկյունաձև սեղմիչից, անոթներ պահելու հենակներից, օղակներից և խաչաձև սեղմակներից։ Նախատեսված է տարբեր փորձերի ընթացքում անհրաժեշտ լաբորատոր ապակյա իրերի ամրակալման կամ տեղադրման համար։ Ճենապակե թաս, օգտագործվում է պինդ նյութերը լուծույթներից առանձնացնելու համար։ Թվային կշեռք, նախատեսված է նյութերը կշռելու համար։ Ի տարբերություն մեխանիկական և նժարավոր կշեռքների, թվային կշեռքը ապահովում է նյութի զանգվածի ավելի ճշգրիտ չափումը։ Քիմիական գդալ, նախատեսված է փոքր քանակությամբ նյութեր վերցնելու և փորձանոթի մեջ տեղափոխելու համար։ Սպիրտայրոց, պատրաստված է բարձր հրակայունությամբ ապակուց, լիցքավորվում է հեղուկ սպիրտով, նախատեսված է նյութերի, լուծույթների և խառնուրդների տաքացման համար։ Թորած ջուր, մաքուր ջուր է, որում բացակայում են հանքային աղերը, օրգանական նյութերը, մանրեները և այլ աղտոտիչներ, ստացվում է ջրի գոլորշիացման և հետագա կոնդենսացման միջոցով։ Երկաթի փոշի, ծծմբի փոշի, գետի ավազ, բուսական յուղ, կերակրի աղ, կավիճի փոշի, սպիտակ թուղթ։ Փորձն իրականացնել լաբորատոր պայմաններում, հագնել խալաթ, ռետինե ձեռնոց և դնել ակնոց։ Սպիրտայրիչը օգտագործել զգուշությամբ, խուսափելով բաց կրակից առաջացող վտանգներից։ Շոգեացման ընթացքում խուսափել լուծույթի հնարավոր ցայտումից։
Փորձի ավարտից հետո սպասել, մինչև սարքավորները սառչեն եւ միայն հետո մաքրել աշտանքային տարածքը։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Փորձի ընթացքում մենք բաղադրիչների ենք բաժանելու հետևյալ խառնուրդները. երկաթի եւ ծծմբի, ավազի եւ ջրի, կավճի եւ ջրի, յուղի եւ ջրի, աղի եւ ջրի լուծույթներ։ Նախ պատրաստենք այս խառնուրդները, որից հետո դրանք կբաժանենք բաղադրիչների։ Երկաթի եւ ծծմբի խառնուրդ պատրաստելու համար կշռենք եւ սպիտակ թղթի վրա լցնենք 2-ից 3 գրամ երկաթի եւ ծծմբի փոշի։ Ապակյա ձողով խառնենք այն։ Այս խառնուրդը անհամասեռ է, ինչպես տեսնում եք, նրա բաղադրիչները առանձին տեսանելի են։ Ավազի եւ ջրի խառնուրդ պատրաստելու համար կշռենք եւ քիմիական բաժակի մեջ լցնենք մոտ 3 գրամ գետի ավազ եւ ավելացնենք 50 մլ ջուր։ Այնուհետև այն խառնենք ապակյա ձողով։ Սա նույնպես անհամասեռ խառնուրդ է։ Կավճի եւ ջրի խառնուրդ ստանալու համար քիմիական բաժակի մեջ լցնենք քիչ քանակությամբ կավճի փոշի եւ ավելացնենք 50 մլ ջուր, ապա խառնենք ապակյա ձողով։ Արդյունքում ստանում ենք անհամասեռ խառնուրդ։ Յուղի եւ ջրի խառնուրդ ստանալու համար բավական է քիմիական բաժակի մեջ լցնել 25 մլ ջուր, ապա 25 մլ բուսական յուղ։ Աղի ջրային լուծույթ ստանալու համար կշռենք մոտ 5 գրամ կերակրի աղ, լցնենք քիմիական բաժակի մեջ, ավելացնենք 50 մլ ջուր եւ խառնենք մինչեւ ամբողջովին լուծվի։ Սա արդեն համասեռ խառնուրդ է։ Այժմ մենք ունենք 5 տարբեր խառնուրդներ. երկաթ եւ ծծումբ, ավազ եւ ջուր, կավիճ եւ ջուր, յուղ եւ ջուր, աղ եւ ջուր։ Դրանցից առաջին 4-ը անհամասեռ խառնուրդներ են, իսկ աղի ջրային լուծույթը համասեռ խառնուրդ է։ Հիմա մենք պետք է այս խառնուրդները բաժանենք բաղադրիչների։ Սա երկաթի եւ ծծմբի խառնուրդն է։ Երկաթը մագնիսական հատկություն ունի, իսկ ծծումբը ոչ։ Մոտեցնենք մագնիսը խառնուրդին առանց դիպչելու նրան։ Կտեսնենք, թե ինչպես է երկաթի փոշին իր մագնիսական հատկության շնորհիվ ձգվում եւ հավաքվում մագնիսի վրա։ Ինչպես տեսնում եք, երկաթը հեշտությամբ առանձնանում է։ Սա խառնուրդների մագնիսական տարանջատման մեթոդն է, որը կիրառվում է նաեւ արդյունաբերությունում երկաթի հանքանյութերը վերամշակելիս։ Ահա քիմիական բաժակի մեջ ունենք ավազի ու ջրի խառնուրդ։ Ապակյա խառնիչով կրկին խառնենք այն եւ թողնենք մի քանի րոպե։ Քանի որ ավազը ջրում չի լուծվում, ուստի այն կանջատվի բաժակի հատակին։ Ինչպես տեսնում եք, ավազը նստում է բաժակի հատակին։ Այս մեթոդը կոչվում է նստվածքացում, երբ պինդ մասնիկները իջնում են հեղուկի հատակը։ Այսպիսով մենք ավազը անջատեցինք ջրից, նստվածքացման եղանակով։ Սա մեր ստացած կավճի ու ջրի խառնուրդն է։ Կրկին խառնենք այն, մինչև ստանանք կաթնագույն համասեռ խառնուրդ։
Այժմ պատրաստենք ֆիլտր։ Ֆիլտրի թղթին տալով ձագարի ձև։ Այն դնենք ձագարի մեջ և ձագարը տեղադրենք մետաղյակալանին ամրացված հենակի վրա։ Կավճի ու ջրի խառնուրդը կրկին խառնենք և լցնենք ֆիլտրի վրա, դանդաղ ծորացնելով ապակե ձողի վրայով։ Ֆիլտրի թուղթը թույլ է տալիս անցնել հեղուկին, բայց պահում է պինդ մասնիկները։ Ինչպես տեսնում եք, ֆիլտրի վրա մնում է կավճի փոշին, իսկ մաքուր ջուրը հավաքվում է բաժակի մեջ։ Այսպիսով, մենք կավճի և ջրի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների, ջրի ու կավիճի ֆիլտրացման եղանակով։ Բաժանիչ ձագարը ամրացնենք մետաղյա կալանին։ Ստուգենք բաժանիչ ձագարի փականը, այն պետք է լինի հորիզոնական դիրքով։ Մեր պատրաստած յուղ ջուր խառնուրդը լցնենք բաժանիչ ձագարի մեջ։ Բաժանիչ ձագարի տակ տեղադրենք մաքուր քիմիական բաժակ։ Բաժանիչ ձագարի փականը բացենք, այն պետք է լինի ուղղահայաց դիրքով։ Հետևենք, որ երբ յուղ ջուր բաժանման սահմանը հասնի փականի անցքին, փականը փակենք։ Արդյունքում քիմիական բաժակի մեջ ստացանք ջուրը, իսկ յուղը մնաց բաժանիչ ձագարում։ Ահա և խառնուրդի բաժանումը կատարեցինք բաժանիչ ձագարի միջոցով։ Հասանք կերակրի աղի համասեռ լուծույթին։ Եթե լուծույթը դեռ թափանցիկ է, կարող ենք ավելացնել մի փոքր ավելի աղ, որպեսզի ստանանք հագեցած լուծույթ։ Այս փորձի ընթացքում մենք ուսումնասիրենք շոգեացման և բյուրեղացման գործընթացները կերակրի աղի համասեռ լուծույթից բյուրեղներ ստանալու միջոցով։ Կփորձենք հասկանալ, թե ինչպես են լուծված նյութերը բյուրեղանում, երբ լուծիչը գոլորշիանում է։ Կհետևենք բյուրեղների ձևավորման հետաքրքիր գործընթացին։ Կստանանք մաքուր նատրիում քլոր բյուրեղներ համասեռ լուծույթից ջրի հեռացման միջոցով։ Սկսենք շոգեացման գործընթացը։ Մեր պատրաստած խառնուրդից ջուրը պետք է հեռացնենք գոլորշիացման եղանակով։ Մետաղյա կալանին ամրացված օղակի վրա տեղադրենք ճենապակե թասը։ Թասի մեջ լցնենք պատրաստված աղաջուրը։ Սպիրտայրիչը միացնենք և սկսենք մեղմ տաքացնել թասը, որպեսզի ջուրը դանդաղ գոլորշիանա։ Շարունակենք տաքացնել, մինչև լուծույթը թանձրանա և ջրի մեծ մասը գոլորշիանա։ Այս փուլում, ինչպես տեսնում եք, լուծույթի ծավալը պակասում է։ Կենտրոնացած աղաջրի եզրերին փոքրիկ բյուրեղներ են ձևավորվում։ Եթե չափազանց արագ գոլորշիանա, կարող են աղի մասնիկներ դուրս ցայտել։ Արդեն լուծույթը թանձրացավ։ Հանգցնենք սպիրտայրիչը և թողնենք, որ թասը դանդաղ սառչի։ Ահա և շոգեացման մեթոդով մենք լուծույթից դուրս բերեցինք լուծիչը, ջուրը և ստացանք բյուրեղային նյութ՝ նատրիում քլոր։ Ջրի հետագա գոլորշիացման արդյունքում, ինչպես տեսնում եք, սկսում են ձևավորվել նատրիում քլորի բյուրեղներ։ Բյուրեղների ձևը, չափը և դասավորությունը կախված է ջրի գոլորշիացման արագությունից։ Եթե ջրի գոլորշիացումը դանդաղ է, ապա ձևավորվում են խոշոր բյուրեղներ, իսկ եթե արագ է, ապա փոքր և անկանոն բյուրեղներ։ Այսպիսով մենք այսօր փորձնական ճանապարհով կարողացանք համասեռ և անհամասեռ խառնուրդները բաժանել բաղադրիչների, օգտվելով բաժանման տարբեր եղանակներից։ Կիրառեցինք բաժանման հետևյալ եղանակները։ Երկաթի և ծծմբի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների մագնիսական տարանջատման եղանակով։ Ավազի և ջրի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների նեստվածքացման եղանակով։ Կավճի և ջրի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների ֆիլտրման եղանակով։ Յուղի և ջրի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների բաժանիչ ձագարով։ Աղի և ջրի խառնուրդը բաժանեցինք բաղադրիչների շոգեացման եղանակով։
Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։